Գարուն է նեկտար տատիկը շատ գործ ունի, մինչև ցրտահարության վտանգն անցնի, փայտ է պատրաստում հաջորդ ձմռան համար։ Հետո կանցնի մարգերին, խաղողի վազը դեռ հողի տակ է։ Թաղերը բոյ հիմա պիտի պատեմ։ Լարը քաշեմ, էդեմ գաբեմ բոյ։ Սերմեր, սաներım, այս խոդերը պիտի հավաքեմ։ Դալանայի 20 մարդ է։ Տատիկը հոգնել չունի, առավոտյան մտնում է տնամերձ մինչև ուշ երեկո, եռանդն այնքան շատ է, ձեռքերն անընդհատ շփում է, էլ ինչ կա անելու։ Թողես կնաց։ Մուսալերցի Նեկտար Ալադուզյանը 101 տարեկան է, նրա հարուստ անցյալը խոսում է մի քանի լեզուներով։ Թուրքերեն եմ երկում, արաբերեն եմ երկում, ֆրանսերեն շատ դեր բանա խոսում եմ, մուրացերեմ։ Bonjour ասում եմ, comment ça va, ça va bien։ Տարիների հետ շատ բան է խամրել, Նեկտար տատիկն ապրում է Թորան ընտանիքի հետ, տարեթվերի ու տեղանունների հարցով նրանց է դիմում։ Քանի թիվ ծնված եմ արման։ 14 թիվ։ 14 Ծնվել է Մուսալերի Խդրբեկ գյուղում, հայրը Թովմաս Աբդունուրյանը Մուսալերան ինքնապաշտպանության հերոս հայդուկապետն էր։ Աբդունուրյան Թովմաս հետ է նկարը։ 7 տղի հերոս էր։ Մեր դուն ժողով անում էին։ Մի սենյակ շատ հրացաներ։ Ժողով գանային 7 տղի ժողովուրդ մեր դուն։ Կռիվ եղավ, ֆրանսիացիք եկան մեզ տարան, մեծ ջարդից Նեկտար տատիկն այսքանն է հիշում։ Լուսանկարների նրա արխիվում ֆրանսիական Դյուշեն նավն է, որով ընտանիքը հասել է Եգիպտոս Պորտ Սաիդ։ 101-ամյա կնոջ պատմությունը տան անդամներն են լավ հիշում, ինքը պատմել ու տարիների հետ մոռացել է, վառ հիշում է լավ ֆրանսիացիներին ու վատ թուրքերին։ Ֆրանսիացին ետ բերես մեր երգիրը, արկեն թուրքերին ռադարին հերո։ Մի հատ թուրք չտղի մեր մեջ։ 20-ականներին Աբդունուրյանների ընտանիքը ետ է վերադառնում հայրենի Խդրբեկ գյուղ։ Այստեղ հայդուկապետին կեղծ վկայությամբ 101 տարվա ազատազրկման են դատապարտում։ Երեխաներից ավագը Նեկտարը իր վրա է վերցնում քույր եղբայրների հոգսը։ Փոքրուց էր աչալուրջ, թուրք ոստիկանների աչքից հոր հրացանները թաքցնելու համար դրանք փաթաթել էր կարպետի մեջ ու տան փոքրերին հանձնարարել նստել վրան։ Մուսալերից Նեկտար տատիկը տաք եղանակն ու մրգերն է հիշում, փարթամ ծառերի տակ սուրճ խմելու տեղը։ Սրճարաններ, ջուրը, գետնից ելում է, ամեն ինչ, երթում է ջուրը բերում են, բանանում, դաշիպում, բանամոն, խաղողը, թուզը, սմերը դուրսից քաղում են խաղողը, թուզը, նուրը, ծմերուգը տնում ենք սեղանին։ Մուսալերում չմնացին թուրքերի հերթական հալածանքներին չտրվելու համար 39-ին էլ գաղթեցին Լիբանան, ապա հայրենադարձության ալիքի տակ Հայաստան հասան։ Նեկտարն արդեն ամուսնու էլի մուսալերցի Տիգրան Ալադուզյանի հետ էր, ֆրանսիական բանակի գեղեցիկ սպա։ 1909-ի հերը չի դարի, ուրա էդի երկում էր, նվակում էր դրան դվեց։ 5 երեխա են ունեցել Նեկտար տատիկը, սակայն քնքշանքի ողջ պաշարն ուղղում է հանգուցյալ ամուսնուն, քաղցր բլբուլս ասում է։ Ամուսինս զինվորի լեյտենանտն էր, բիտնը զինվորներում մեզն էր, գունդի մեզն էր, հրշտակ էր։ Ես եմ ես ամուսինս է, սովըկ տանեմ, ինչի մահացար։ Մուսալերցի տատիկն այսօր 12 թոռ, 33 ծոր և 8 թոռան թոռ ունի։ Թոռներից Արմանի ընտանիքի հետ է ապրում։ Գերդաստանի անդամները տարբեր երկրներում են, մեծ տատիկին մոռացող չկա։ Լավ եմ ես, դուք լավ եք։ Արդակն է։ Տատիկի հոգու հետ երբեմն թոռները խաղում են թոշակի տեղը, կասես, Նեկտար տատիկը խորամանկում է, բաժանում է երեխեքին։ Սեվրում եմ երեխեքին։ Մուսալերցի ճարպիկ տատիկին մոլորեցնել չի լինի, փողը պահած է, 101-ամյա Նեկտար տատիկը 1-2 օրվա պլաններ կազմողներից չէ, հիշում եք, նա եկող ձմեռվա փայտներ պատրաստում։ Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։